մենք միշտ ասել ենք, որ մեր հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է։ Եվ սա ինչ որ չափով մեզ նաև պարտավորեցնում է միգուցե կառեկտության ավելի մեծ աստիճան ունենալ բոլորի նկատմամբ, քան անհրաժեշտ է զուտ ընտրապայքարի տրամաբանության մեջ։ Բայց մի հատ նայենք, ասենք, այս վերջը 5 տարին անզիջում պայքարով ամղել։ Ամենից ռադիկալ ընդդիմադիր ուժը ով է եղել, որը մասնակցել է բոլոր եւ փողոցային եւ խորհրդարանական sense ամենից սուր քննարկումներին կամ իրադարձություններին։ Մենք ենք եղել։ Միգուցե նաեւ այս ընթացքում մեր ակտիվությունը եւ մեր այդ ռադիկալիզմը ավելի մեծ սպասելիքներ է առաջացրել, քան մենք ի վիճակի ենք եղել ապահովել։ Եվ դա ինչ որ չափով ենթադրում է, որ նաև մաշեցնում էր կոնկրետ մեզ որպես քաղաքական միավորի։ Բայց դա մաշեցնում էր նաև իշխանության եւ այդ առաքելությունը, այդ բեռը մենք ենք տանում։ Սա փաստ է, չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է ժխտել, որովհետեւ այսօր ասենց թունդ ընդդիմադիրներ են դարել նրանք, ովքեր շատ բարեամփյուր շփվում էին եւ համագործակցում էին նաև ԿՊ-ի հետ։ Սա ակնհայտ է, չէ, երևում է սա։ Բայց կրկնում եմ, մեր նպատակը հիմա այս մարդուց ազատվելն է, այս չարիքից ազատվելն է եւ սա միակ ճանապարհն է Հայաստանին նաև ազատել ապագա արհավիրքներից։ Մենք մտել ենք պայքարի մեջ հաղթելու համար։ Սա անկասկած։ Այո։ Բայց այդ հաղթելու ճանապարհին մենք չենք ասում սրան ընդունում ենք, նրան չենք ընդունում, սրա հետ համագործակցելու ենք, նրա հետ չենք համագործակցելու։ Կա ուղղակի համանadrություն եւ միգուցե այն ինչ որ ես ինքս հայտարարել եմ դեռ մի քանի ամիս առաջ, որ ով ավելի շատ ձայն հավաքի ընտրությունների ժամանակ նա վարչապետ առաջադրելու իրավունք ունի։ Սա համանadrական նորմ է, ես չեմ հորինել։ Բայց մենք պայքարում ենք այո հաղթելու համար։ Կգնահատի մեր sense վերջի 5 տարվա արածը մեր ժողովուրդը, մեր ընտրողը։ Հիմա կտեսնենք։ Կախված է նաև մեզանից, կախված է մի շարք այլ հանգամանքներից։ Բայց մոտեցումը սա է։ Այսինքն մենք ձգտում ենք իշխանություն վերցնելու։ Մենք չենք ձգտում խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր ուժ լինելու, երրորդ, չգիտեմ, կամ առաջին թեկուզ։ Սենց ասեմ, ես Որտեւ ձեր հայտարարությունը, պարոն նախագահ, կներեք, որտեւ ձեր հայտարարությունը այս ընթացքում, ես ուզում եմ արձանագրել, որ շատ կոնկրետ մանիպուլացնում են։ Շատ կոնկրետ մանիպուլացնում են որոշ մարդիկ։ Հիմա չեմ կարծում, ես երբևէ որևէ հայտարարություն եմ արել, որը չեն փորձել մանիպուլացնել։ Ես կզարմանայի, եթե չփորձեին դա անեին, չէ՞։ Հիմա այսպիսի վիճակում ենք, մենք պետք է պայքարենք, մենք երևի բոլոր այդ խոշոր միավորներից ամենից ուշն ենք սկսել ընտրապայքարը, քարոզարշավը դեռ չի սկսել, sense պաշտոնական այդ քարոզարշավի փուլը մտնելու ենք եւ փորձելու ենք համոզել մեր ընտրողին, որ ճիշտ ընտրությունը Հայաստան դաշինքն է։